Ռոբերտ Քոչարյանը 1998-ի հուլիսի 22-ին 100 օրվա նախագահ է եւ արդեն Հայաստանի սոցիալական կյանքում փոփոխություններ է տեսնում, չկան արգելված կուսակցություններ, կա ազատ մամուլ։ Ինքը ծանր ժառանգություն է ստացել նախորդ նախագահից, բայց վերահսկում է իրավիճակը։ Կարող է պատահել ես թողում եմ մի մարդու տպավորություն, որը չի հսկում կամ ի վիճակի չի իրագործել իր իրավունքները։ Այս նույն ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը համալրեց նաև հայ բանահյուսական լեզուն, անդրադառնալով իրեն հեղաշրջման ճանապարհով նախագահի աթոռից հեռացնելու թեմային։ Ինձ հետաքրքիր է մի հատ հարց տվեք, ով այդ տղամարդ, որ պետք է հեղաշրջում անի հեռացնել։ 1999-ի հուլիսի 22-ին Հայաստանում է ռուս նորաձևության ոճաբան Սերգեյ Զվերևը, եկել է մասնակցելու կանացի առօրյա սանրվածքի եւ դիմահարդարման մրցույթին, մասնակիցներին արգելվում է օգտագործել ներկ, լակ եւ երևակայություն։ Ռոբերտ Քոչարյանին առընթեր քաղաքական խորհրդի լուծարումն անհանգստացրել է նրա նախկին անդամներին, որոնք նախագահի ընտրություններում պաշտպանել են հենց Ռոբերտ Քոչարյանին։ Նրանք որոշում են գործել ինքնուրույն միջկուսակցական սոցիալ-տնտեսական խորհուրդ անվանումով եւ անմիջապես խորհրդում քննարկում են անասնակերի ավելացման վերաբերյալ մի նախագիծ, ըստ որի մեքսիկական մի բույսի օգնությամբ կարելի է կրկնակի արագ գիրացնել կովերին։ Նույն օրը ազգային ժողովի падգամավոր Արտաշես Գեղամյանը հայտարարում է, որ պետք է շտապ հրավիրել ազգային ժողովի արտահերթ նիստ քննարկելու սոցիալ-տնտեսական վիճակը, բյուջեի ճեղքվածքը 40% է, ահագնանում է սովի վտանգը, Հայաստանում սովից մարդ է կախվում։ Այս տագնապից մի քանի օր առաջ էր Գեղամյանի ղեկավարած խմբակցությունը զրկվել ազգային ժողովում եւ կառավարությունում իշխանական լծակներից։ 1999-ի այս օրերին Հայաստանում է ամերիկյան General Motors-ը, էկոնոմիկայի նախարար Արմեն Դարփինյանը ամերիկացի մեքենաշինարարներին վստահեցնում է, որ նրանք առանձնապես ռիսկի չեն դիմում Հայաստանում մեքենաշինական գործունեություն ծավալելով։ Առևտրի եւ արդյունաբերության փոխնախարարը վստահեցնում է, որ General Motors-ի բազայի վրա կարտադրվեն աղբի, աղբամշակման եւ շտապօգնության մեքենաներ։ Ղարաբաղի նախագահի դեմ մահափորձի մեղադրանքով ձերբակալված պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանավայրում հացադուլ է հայտարարել։ Դատախազությունը նրա հացադուլը որակում է սադրիչ եւ մտածածին։ Հացադուլով Բաբայանը պահանջում է իր գործը տեղափոխել Հայաստանի դատական համակարգի իրավասություն։ Դատախազությունը համաձայն չէ, որտեղ կատարվել է հանցագործությունը, այնտեղ էլ կընթանա դատավարությունը, այսինքն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում։ 2002-ի հուլիսի 22-ին հատուկ հրամանագրով Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախկին նախարար Վաղար Շաքարությունյանին զրկում է գեներալ լեյտենանտի զինվորական կոչումից։ Ի դեպ Սահմանադրության 55 հոդվածի 16 կետի համաձայն նախագահն ունի միայն կոչումներով ու իշխանանշաններով պարգևատրելու լիազորություն, իսկ եղած կոչումները ետ վերցնելու լիազորության մասին Սահմանադրության մեջ խոսք անգամ չկա։ 2003-ի այսօրը առավոտյան մահափորձ է կատարվում Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի նկատմամբ։ Վնասվածքներ ստացած Սեդրակյանը տեղափոխվում է հիվանդանոց։ Բժիշկների հավաստմամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս վնասվածքներ է ստացել իրեն պատկանող Mercedes Magnus-ի ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում։ 2009-ի հուլիսի 22-ին 5 տարի առաջ բանտից ազատ արձակված Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կանխատեսում են նոր պատերազմ։ Չնայած դրան Բաբայանի կարծիքով անհեթեթ է Արցախը շրջապատող անվտանգության գոտու վերադարձն Ադրբեջանին։ Հաղթող կողմը ներկայանում է որպես պարտված։ Ես որ նայում եմ հեռուստատեսությունը Ալիևին նստելու ձևը իր պահվածքը, ինձ թվում է թե մենք պարտվողն ենք, ինքը հաղթողն է։ Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը, որը քաղաքական ապաստան ստանալուց հետո ապրում է Ամերիկայում, Հայաստան է վերադարձել պահանջելու համար $10 միլիոն։ Վաղուց Հայաստանում չապրող այս մարդն ասում է, որ առ այսօր նրան հալածում է Հայաստանի թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը։ Այս ամենը կենտրոն եւ Նոր Խմարաշ համայնքների առաջինատերին դատարան ներկայացված նրա հայցադիմումում կա։ Իմ հայցադիմումը ուղղված է Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության դեմ։ 2010-ի այս օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել Նուբարաշյանի գիշերօթիկ դպրոցի նախկին ուսուցիչ Լևոն Ավագյանի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով դպրոցի երեխաների հանդեպ բռնությամբ անառակաբարո գործողություններ կատարած մարդը դատապարտվել էր 2 տարի ժամկետով։ Դեպքը բացահայտած բնապահպան Մարիամ Սուխուդյանն ասում է, որ ոստիկանությունը շարունակում է ճնշում գործադրել Լևոն Ավագյանի զոհերի վրա, որպեսզի նրանք չբողոքարկեն։ Երեխան բավականին ահաբեկված ձայնով ու երևի մորից գախնի էր զանգել ու պատմում էր, որ զանգել են իրան քնչականից, Երևանի քնչականից, ասել են, «Էդ ինչ բողոք ես յա ներկայացրել, հələ վաղ դու եւ մամատ կգաք ոստիկանություն»։